Ես կառաջարկեմ պատրաստել տանձով բազուկով աղցան, մի քիչ ոչ ստանդարտ, որովհետև բազուկը լինելու է հում վիճակում։ Աղցանը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է տանձ, բազուկ, ֆետա պանիր, թարմ նանայի տերևներ, արևածաղիկի սերմեր, բոված, լիմոն, աղ, բիբար և զեյթունի ձեթ։ Վերցնում ենք տարան, տանձը կտրատում ենք երկար խորանարդաձև, ցանկալի է տանձը լինի պինդ ու քաղցր։ Հետո նույն ձև կտրատում ենք բազուկը, ավելացնում ենք զեյթունի ձեթ, աղ, պղպեղ ենք աղում։ Հասարակության մեջ բոլորն էլ են կարծիքին են, որ տղամարդ խոհարարը ավելի լավն է, քան կին խոհարարը։ Ճիշտ է, դա ոչ միշտ է հարաբերական, ոչ միշտ է ճիշտ։ Ամեն մարդ յուրով է ընկալում խոհանոցը, ամեն մարդ իր համային ռեցեպտորներն ունի։ Ճզմում ենք լիմոն, նախասիրությունները տարբեր են, մարդկա սիրում է միս, խորովածի տեսականի, մարդկա սիրում է ստեյք, ձուկ, ձկների տեսականի։ Մենք փորձել ենք մեր մենյուի մեջ ներառել տարբեր երկրների խոհանոցներից հայտնի ուտելիքներ, հայտնի ուտեստներ, ավելացնում ենք ֆետա պանիր, այս աղցանի հետ շատ լավ համադրվում են նանայի տերևները։ Վերջում ավելացնում ենք բոված արևածաղիկի սերմերը։ Մի քիչ էլ ձեթ, ինչպես իտալացիք են ասում, ձեթը շատ չի լինում։ Եվ մի թեթև նորից պղպեղ։ Մեր աղցանը պատրաստ է, փորձեք համադրել այն գինու հետ, կարմիր գինու հետ, համոզված եմ ձեզ դուր կգա։ Հաջորդը պատրաստենք սմբուկով բրուսկետա։ Բրուսկետայի համար մեզ անհրաժեշտ է սմբուկ, բագետ, լիմոն, համեմ, սխտոր, համեմունքներից կօգտագործենք քիմիոն, աղ, պղպեղ ու զեյթունի ձեթ։ Սկզբից սմբուկը մաքրենք կոթերից, ծակենք մի քանի տեղից։ Մինչև սմբուկը խորովի, պատրաստենք հացերը։ Հացը պետք է չորացնել։ Սխտորով պետք է պատենք իրեն։ Մաքրենք։ Լավ մանրացնում ենք։ Դնենք տարայի մեջ։
ավելացնենք մեր զանգվածին, սխտորը, ավելացնում ենք լիմոն, լիմոնի հյութ, քիմիոնը ավելի շատ արևելյան ուտելիքներին է բնորոշ, Հայաստանում շատ քիչ են օգտագործում, մարդկանց երևի քիմքին հաճո չէ, զեյթունի ձետ, ձևավորում ենք մեր բրուսկետաները, ես սիրում եմ ավելացնել պարմեզան պանիր ու տեղափոխենք ջեռոցը 250 աստիճան տակ հացած 3 րոպեն բավարար է։ Եվս մեկ ախորժապեր նախուտեստ հեշտ պատրաստեցինք։ Շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ, մեր երկրին ցանկանում եմ խաղաղություն, ընտանիքներին բարեկեցություն, սնվեք համեղ։